Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Այսօր ցանկանում եմ քննարկել HCBS-ի հիմնարար կանոնակարգի 6-րդ դրույթը՝ վարձակալների պաշտպանություն։ Ըստ այդ դրույթի, այն բնակիչները, ում դու օգնում ես, պետք է ունենան նույն պաշտպանվածությունը, ինչ մյուս վարձակալները։ Տարածաշրջանային կենտրոնական համակարգում գործում է մուտքի համաձայնագիրը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կեղտոտ սպասքը, ԱՄՆ իրավական համակարգը եւ Վաքս անունով գրյան օգնեցին Նովային Սթիվենին բացատրել իր իրավունքները որպես վարձակալ։ Դեքսթեր, սա քո սպասքն է։ Ոչ, կբացահայտեմ նրանով մեղավորը եւ միջգալակտիկական արդարադատության կհանձնեմ։ Ոչ ոք մեղավոր չէ։ Ես պարզապես ուզում եի հիշեցնել մարդկանց, որ հավաքեն իրենց հետևից։ Ես կգտնեմ բոլորին։ Բոլորը պետք է մասնակցեն։ Կեցես, Վաքս, իսկ հիմա նստիր։ Ոչ, արագ, թակ տվիր այստեղ։ Ողջույն, Դեքստեր, ինչ է պատահել։ Նովան ինձ խնդրեց, որ քեզ կանչեմ տնային ժողովի։ Ոչ, Նովան իմացել է։ Դա պատրաստվում է վռնդել ինձ տնից։ Դեքսթեր, ինչ ասացիր նրան։ Ոչինչ, Սթիվենին վռնդում են տնից։ Ինչ? Ինչու? Որովհետև ես իմ սենյակում գաղտնի կերպով կրիա եմ պահում։ Սա Վաքսն է, իմ սիրելի կրյան։ Տեր, Աստված, գեղեցկություն, պետք է սիրել։ Սա շատ փոքրիկ ջրային կրիա է։ Նրան պետք է պաշտպանել։ Ուրեմն որոշված է։ Մենք կպայքարենք դրա համար, եւ եթե Վաքսին վռնդեն, մենք էլ կգնանք։ Պայքարենք։ Ինչպես։ Ձեզ փաստաբան է պետք։ Ես դա կանեմ, ես կլինեմ փաստաբանը։ Դու իմ փաստաբանը։ 5-րդ եթերաշրջանում Լանթերմանը դարձավ աստղերի փաստաբանը։ Հա, նկատի ունես հայտնիների։ Ոչ, իսկական աստղերի, մոլորակները հալածում էին նրանց։ Շատ լավ։ Ես կարող եմ վկան լինել։ Իսկ ես պաստառներ կպատրաստեմ։ Դե եկեք փրկենք Վաքսին։ 1, 2, 3, փրկենք Վաքսին։ Հեյ ընկերներ, կհետևեք, որ բոլորն իրենց հետևից հավաքեն։ Հա, իհարկե, բոս։ Զարմանալի է։ Նրանք շատ պատասխանատու են։ Այո, գիտես, ուզում եի ասել, թե այս տունը որքան է խնդիրներից հեռու։ Վաքսը չի հեռանա, ոչ մի տեղ չի գնա։ Ինչ է այստեղ կատարվում։ Թույլ տվեք ներկայանալ։ Դեքսթեր, տիեզերական փաստաբան։ Իմ վստահորդը օգտվել է իմ ծառայություններից, որպեսզի պաշտպանեն արտաքսումից։ Վստահորդին, արտաքսումից։ Ինչ։ Ատենակալ, տիկնայք եւ պարոնայք, ես մեջբերում եմ։ Էլ ինչ աստղ, եթե նա իր ձգողականությամբ բոլորից չպետք է միավորի։ Եվ միթե Վաքսն այդ աստղը չէ։ Գիտես, նա ճիշտ է ասում։ Որպես վկա փորձագետ, հավաստում եմ։ Սթիվենը Վաքսի համար միշտ էլ հոգատար եւ ուշադիր է եղել։ Չեմ հասկանում ինչի մասին եք խոսում։ Վաքսը մնում է, նա չի գնալու։ Իսկ ով է Վաքսը։ Նա է Վաքսը, իմ սիրելի կրյան։ Որին դու մի ամբողջ ամիս պահում ես քո սենյակում։ Դու գիտեիր։ Այո, հիշում ես, երբ ինձ խնդրեցիր հետևել քեզ ինստանտ չաթով։ Այո, ուրեմն դու Սուպերնովա 1983-ն ես։ Խնդրում եմ, ինձ մի վտարիր տնից։ Ոչ ոք չի պատրաստվում վտարել։ Պարզապես ուզում եի ձեզ հետ խոսել ձեր ափսեները լվանալու մասին։ Սթիվեն, դու կարող ես կենթանի պահել։ Կարող եմ։ Այո, այդ ամենը գրված է ձեր մուտքի համաձայնագրում։ Դա ինչ է։ Պայմանագիրն է, որը դու ստորագրել ես։ Կարդացել էիր, չէ։ Գուցե։ Լավ, գնացինք ճաշասենյակ։ Եկեք այն միասին նայենք։ Դուք պետք է իմանաք ձեր իրավունքները։ Ոչ բոլոր տներում է թույլատրվում պահել ընտանի կենդանիներ, բայց ինչպես տեսնում եք, Սանի օքսում դա կարելի է։ Միայն թե պետք է պահպանել սահմանված կանոնները։ Լավն ենք, չէ։ Իմ վստահորդները սա ընդունելի են համարում։ Լավ, ձեր վստահորդներին խորհուրդ տվեք լվանալ սպասքը։ Այլապես այս դատարանը միջոցներ կձեռնարկի նրանց դեմ։
Ըստ մուտքի համաձայնագրի Ստիվենը կպահի վաքսին։ Նա նաև պարզեց, որ նույն իրավունքներն ունի, ինչ Կալիֆոռնիայի մյուս վարձակալները։ Դուք պետք է համոզվեք, որ այն մարդիկ, ում օգնում եք, հասկացել են, թե ինչ է գրված այնտեղ եւ որոնք են իրենց իրավունքները։ Հիշեք, մեծ ազդեցիկ փոփոխությունը կարող է սկսվել փոքր զրույցից։ Որպես ծառայություն մատուցող, լինել անձնակենտրոն նշանակում է լսել այն մարդկանց, ում օգնում ես, եւ գործել համաձայն լսածիդ։